Կրթական գերատեսչությունը նախատեսում է դասարաններում սովորողների թիվը նվազեցնել աստիճանաբար։ Ավելի վաղ ընդունված որոշմամբ, որը պետք է գործեր այս տարվա սեպտեմբերի 1-ից բոլոր դասարանների համար, սահմանվել էր, որ 1-ից 9-րդ դասարաններում սովորողների առավելագույն թիվը կլինի 26-ից 30, 35-ի փոխարեն, իսկ ավագ դպրոցում 20-25-ի փոխարեն։ Այժմ առաջարկվում է սովորողների խտությունը կրճատել ոչ թե միանգամից, այլ դեռևս միայն առաջին դասարանից ու տարեցտարի։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։ Մինչև այդ գերատեսչությունը նոր ու մանրամասն վերլուծություն է արել, պարզելու թե քանի դպրոցում կա դասարանների մեծ խտություն, նոր դասարաններ բացելու ինչ հնարավորություններ կան ու մասնագիտական ինչ ներուժ։ Վերլուծությունը, ինչպես եւ ակնկալվում էր, ցույց տվեց, որ միասնական, այսինքն միանգամից անցումը նախշանտ ցնցումային կլինի եւ երկրորդը հնարավորություն գուցե խնդիրներ առաջացնի բոլոր երեխաներին ընդհանրապես կրթության մեջ ներգրավելու տեսանկյունից։ Ուսուցիչներ չեն լինի, բայց կարող է նաև բավարար չափով դպրոցներ չլինեն, եթե դասարաններում երեխաների թիվը լինի բոլոր դասարաններում 26-ից ներքև։ Խառնաշփոթը եւս ըստ վարչության պետի չէր բացառվելու։ Այն իմաստով, որ ասենք 35 աշակերտով դասարանները վերախմբավորելու անհրաժեշտություն էր առաջանալու։ Երեխաների մի մասին հանել, մի ուրիշ դասարանից էլի երեխաների մի մասին հանել, նոր դասարան կոմպլեկտավորել, նաև այսպես մանկավարժական տեսանկյունից էլ մտածեցինք, որ այդքան նպատակահարմար չի, նման ցնցումային բանի գնալ։ 26+1 երեխայի դեպքում նոր դասարան բացել թե ոչ թողնված է դպրոցի որոշմանը, բայց նախարարությունը խրախուսելու է, որ հնարավորության դեպքում բացվեն այդ դասարանները։ Կրթությունն արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից աշակերտների քանակի լավագույն տարբերակի վերաբերյալ պատասխանը միանշանակ չէ։ Աշխարհը դրական օրինակներ ունի թե բազմամարդ ու թե սակավամարդ դասարաններում։ Հայաստանում դասարանների խտությունը տարիներ շարունակ դժգոհություններ է առաջացրել։ Վարչության պետը նկատում է, այդուհանդերձ դժվար է ասել, որ խնդիրը համակարգային է, որովհետև 26-ից ավելի սովորողներով դասարաններ կան մոտ 1400 դպրոցներից միայն 230-ում։ Մանկավարժ կրթության փորձագետ Արա Աթայանը կարծում է ճիշտ է փոփոխությունն աստիճանաբար սկսելը, նախ առաջին դասարանից, հետո երկրորդից եւ այլն։ Դա թույլ է տալիս կրթահամակարգին առանց ցնցումների անցնել նոր համակարգի։ Ինչ վերաբերում է դասարաններում սահմանված երեխաների թվին առհասարակ, փորձագետը դա նույնպես ողջունելի է համարում պետական դպրոցների համար։ Իհարկե լավ ուսուցիչը կարող է շատ լավ աշխատել մեծ դասարանում, բայց այդ լավ ուսուցիչների քանակը այնքան մեծ չի, որ մենք ասենք այդ քրիտիկական զանգվածը կա, որպեսզի դա խնդիր չառաջացնի։ Այդ առումով ես կարծում եմ, որ մասսայական իմաստով կրթահամակարգը շահում է։ Միևնույն ժամանակ կարևորում է այլընտրանքի հնարավորությունը։ Եթե կա ոչ թե կոմերցիոն, այլ մանկավարժական հիմնավորում, որ դասերը նպատակահարմար են անցկացնել շատ ավելի բազմամարդ դասարաններում, դա պետք է թույլատրվի։ Օրինակ, հենց Վալդորֆյան մանկավարժության դեպքում հիմնավորումը այն է, որ այդ դեպքում բնավորությունների հարաբերությունը, խառնվածքների հարաբերությունը ավելի մոտ է բնականին, եւ եթե ուսուցիչը ճիշտ է կազմակերպում դասը, ճիշտ է դասի ընթացքը, դասավորում եւ ընդհանրապես արհեստավարժ ուսուցիչ է, դա ոչ թե թերություն է, այլ առավելություն։ Մեծ դասարանը ավելի գունեղ դասարան է, որովհետև երեխաները այստեղ ոչ միայն սովորում են, այլև ապրում, իրենց կյանքի զգալի մասն են անցկացնում եւ ավելի մեծ սոցիալական խումբը ավելի մեծ սոցիալիզացիայի հնարավորություններ է տալիս եւ ավելի մոտ է ընդհանրապես սոցիումին, հասարակությանը որպես պատկեր։ Աթայանը հավելում է, խոսքն իհարկե չի վերաբերում այն դեպքերին, երբ դպրոցներում տարածքը բավարար չէ ու բազմամարդ դասարանը կնշանակի հիգիենիկ նորմերի խախտում։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան եւ Էդգար Դավթյան, լուրեր։